Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Բրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Կեղծ տեղեկատվական արշավին ընդդեմ Հայաստանի միացել են նաև որոշ վրացական մեդիա ռեսուրսներ, մասնավորապես իշխանամետ Կիվիրիոս Պալիտրա պարբերականը հրապարակում է տարածել, պնդելով, թե Հայաստանն իբրև վերադարձնում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղը։ Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է այս ապատեղեկատվությանը։ Խաղաղության խաչմերուկը ոչ թե քաղաքական հակակշիռ է, այլ Հայաստանի եւ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի տեսլական։ Այս մասին կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Ինչու են հեղուկ գազի մատակարարումները որոշակիորեն խաթարվել եւ ինչու է հեղուկ գազը թանկացել։ Էկոնոմիկայի նախարարությունը տարածել է պարզաբանում։ Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության մատուցած 7 ծառայություններից 6-ը թվայնացվել են։ Քաղաքացիները ցանկության դեպքում դիմում դրացնելիս կարող են նաև գործակալության գրասենյակներ չայցելել։ Մատենադարանում մեկնարկել է հիշողության կերպարանքները ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը։ Կքննարկվեն մշակութային ժառանգության պահպանման ժամանակակից մարտահրավերներն ու լուծումները։ Հրազդանում բացվել է հայկական Կարմիր խաչի ընկերության Կոտայքի մարզային մասնաճյուղի նոր շենքը։ Այն փոխարինելու է նախկին փոքր եւ անհարմար տարածքին հնարավորություն տալով ավելի հասանելի եւ արդյունավետ կազմակերպելու հումանիտար ծրագրերը։ Կեղծ տեղեկատվական արշավին ընդդեմ Հայաստանին միացել են նաև որոշ վրացական մեդիա ռեսուրսներ, մասնավորապես իշխանամետ Կվիրիոս Պալիտրա պարբերականը Facebook-ում տարածել է հրապարակում պնդելով, թե Հայաստանը վերադարձնում է սահմանամերձ գյուղը Վրաստանին, հղում անելով Փաշինյանի խոսքերին։ Նույն թեզը ներկայացվել է ինչպես պատկերում, այնպես էլ ուղեկցող տեքստում լսարանի մոտ ստեղծելով տպավորություն, թե իբր արդեն իսկ ընդունված որոշում կա։ Միևնույն ժամանակ հենց նյութում նման ձևակերպումը ներկայացում է ավելի վաղ արված հայտարարությունների մեկնաբանության միջոցով եւ չի հաստատվում ուղիղ մեջբերումներով։ Մասնավորապես հիշատակվում է 2024 թվականին արված հայտարարությունը սահմանների զատման գործընթացի շրջանակում նախատեսվող քայլերի մասին, որտեղ ըստ հրապարակման խոսքը իբր վերաբերում է Լոռու մարզում գտնվող Ջիլիզա գյուղի վերադարձին։ Այս մեկնաբանության տարածման սկզբնական աղբյուրը դարձել է վրացական BPN գործակալությունը, որը վերնագրում նույնպես օգտագործել է սահմանամերձ գյուղի վերադարձ ձևակերպումը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է այս ապատեղեկատվությանը եւ նշել. Տարբեր լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը, իբնե։ Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս եւ հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք եւ կհերքենք դրանց մտածածին լինելու պատճառով։ Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այզեվաչափի հանդիպումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, որը որպես հյուր կմասնակցի այս հավաքին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության գագաթնաժողովը կանցնի կառուցելով ապագան, միասնություն եւ երկխոսություն Եվրոպայում կարգախոսի ներքո։ Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության անդամ 27 երկրներ, նաև գործընկեր պետություններ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան։ Հայաստանի Գործնախարար Վահան Կոստանյանը անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ոչ Բաքվից, ոչ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։ Արսում էլ հանդիպել է Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը։ Արտգործնախարարությունից հաղորդում են, որ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում հայկական եւ թուրքական կողմերն ընդգծել են Գյումրի Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարեւորությունը։ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները նոյեմբերին անցկացրել էին Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ շահգործման ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացումը ունենալ։ Խաղաղության խաչմերուկը ոչ թե քաղաքական հակակշիռ, այլ Հայաստանի եւ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի տեսլական։ Այս մասին կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղել նախագծի ենթակառուցվածքային, տնտեսական եւ տարածաշրջանային նշանակությանը, նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարներին։
Խաղաղության խաչմերուկ նախագիծը չի ստեղծվել որպես որևէ քաղաքական խոսույթի հակակշիռ, այլ որպես Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործնական տեսլական։ Այս մասին տարածաշրջանային զարգացումները եւ խաղաղության խաչմերուկ նախագծի հեռանկարները խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նրա խոսքով սկզբնական շրջանում նախագիծը տարբեր շրջանակներում գնահատվել է թերահավատությամբ, սակայն այն ոչ թե քարոզչական նարատիվ էր, այլ տարածաշրջանային կապակցության, տնտեսական զարգացման եւ շահերի խաղաղ համակեցության գաղափար։ Եղոյանը նշել է, որ խաղաղության խաչմերուկը գործնական արտահայտություն է ստանում նաեւ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով։ Սյունիքում դիցուկ հյուսիս-հարավ հատվածի ագարակ քաջարան հատվածում հենց հիմա գնում է շինարարություն եւ այն իրականացնում է իրանական ընկերությունը մի քիչ վերև ուրեմն եվրոպական ներդրումային բանկի եւ եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի երկու վարկային պորտֆելներով պետք է շարունակվի մյուս հատվածը, այսինքն իրանական ընկերություն, եվրոպական բանկի ֆինանսավորում քիչ ներքև արդեն Արաքսի հովտում գիտեք որ լինելու է թրիփը, իսկ քիչ ավելի վերև Բարգուշատի թունելի հետ կապված հիմա որոշակի բանակցություններ են ընթանում ֆրանսիական կողմի հետ։ Անդրադառնալով տարածաշրջանային ճանապարհների մրցակցությանը Եղոյանը նշել է, որ Հայաստանը պետք է արագ արդիականացնի իր երթուղային եւ ավտոճանապարհային ենթակառուցվածքները, որպիսի բիզնեսի համար հայկական երթուղին լինի ավելի կարճ, արագ եւ արդյունավետ։ Եղոյանը խոսել է նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարների մասին։ Նա նշել է, որ պաշտոնական ժամկետներ այս պահին ներկայացնել չի կարող, սակայն գործընթացում կան դրական ազդակներ։ Նրա խոսքով Հայաստանը պետք է շարունակի անել այն, ինչ բխում է իր շահերից, անկախ նրանից, թե գործընթացներն ինչ արագությամբ են առաջ գնում։ Բաց սահմանը փակ սահմանից լավ է։ Միանշանակ, ոչ թե անվերահսկելի սահման, այլ բաց սահմանը։ Աշխարհում բոլոր պետությունները ձգտում են, որ իրենց սահմանները լինեն բաց։ Եվ հակառակը, որևէ պետության պատժելու համար այդ պետության սահմանը փակում է իր հարևանը, բլոկադայի են ենթարկում, էմբարգո են դնում, որ դա պատժամիջոցներ են։ Այնպես որ ես զարմանում եմ, որ հաճախ ասում են դե լավ է, էլի, որ sense փակա լավ է։ Ոնց կարող է փակ սահմանը լավ, բայց թե լավ է։ Ինչի ենք 94-95 թվականից բանակցում որ բացվի այդ սահմանը։ Դա պատիժ է, դա սանկցիա է Հայաստանի դեմ։ Ոնց կարող է սանկցիան, ոնց կարող է պատժամիջոցը լինի լավ։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նա ընդգծել է, որ խաղաղության խաչմերուկը Հայաստանի տնտեսության համար կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը կարող է փոխել տնտեսության կառուցվածքը, նվազեցնել լոգիստիկ ծախսերը եւ բարձրացնել հայկական բիզնեսի մրցակցությունը։ Այս ծրագիրը բերելու է լոգիստիկ լուրջ հնարավորությունների եւ հնարավորինս էժանացնելու է նաեւ լոգիստիկ ծախսերը, որը վերաբերում է մրցակցային ռեալ հնարավորություններ եւ Հայաստանում գործող բիզնեսի եւ ներդրումների համար։ Զաքարյանի խոսքով նախարարությունում արդեն զգում են ծրագրի ներդրումային ազդեցությունը։ Քննարկման փուլում են նաև էներգետիկայի եւ արդյունաբերության ոլորտների ծրագրերը, իսկ ենթակառուցվածքների բացումը ըստ նրա կարող է աշխուժացնել նաև մարզային տնտեսությունը, ստեղծելով աշխատատեղեր եւ խթանելով սպասարկվող բիզնեսների զարգացումը։ Քննարկման մասնակիցները կարևորել են տարածաշրջանային կապակցության զարգացումը, ընդգծելով, որ խաղաղության խաչմերուկը Հայաստանի համար դիտարկվում է ոչ միայն որպես տրանսպորտային նախագիծ, այլև որպես տնտեսական աճի, ներդրումների ներգրավման եւ տարածաշրջանային գործակցության առանցքային ուղղություն։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ինչու են հեղուկ գազի մատակարարումները որոշակիորեն խաթարվել եւ ինչու է հեղուկ գազը թանկացել։ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ պատճառը Լարսի անցակետում առաջացած կուտակումներն են, սակայն խոսքը ամբողջական դեֆիցիտի մասին չէ։ Իրավիճակը վերահսկվում է եւ իրականացվում են քայլեր բնականոն մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է գներին, ապա դրա վրա ազդում են ոչ միայն լոգիստիկ դժվարություններ, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո եւ պատկան մարմինները հետևում են իրավիճակին բացառելու անհիմն գնաճը եւ հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները, նշել են նախարարությունից հորդորելով քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների եւ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։
Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության մատուցած 7 ծառայությունից 6-ը թվայնացվել են։ Քաղաքացիները ցանկության դեպքում դիմում լրացնելիս կարող են նաև չայցելել ՔԿԱԳ գրասենյակներ, այս մասին հայտնել է գործակալության պետ Մարինե Յայլախանյանը։ Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը իրականացնում է թվով 7 ակտային գրանցումներ, այդ թվում ծննդյան, հայրության ճանաչման, ամուսնության, ամուսնալուծության, անվանափոխության, որդեգրման և մահվան պետական գրանցումները։ Այս մասին ասուլիսին հայտնեց Արդարադատության նախարարության քաղաքացիական կազմության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը։ Ըստ նրա 2025 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին թվայնացվել են ծառայություններից 6-ը, բացառությամբ որդեգրման ակտային գրանցման ծառայության։ Որդեգրումը, ինչպես գիտենք, իրականացվում է համապատասխան դատանի կողմից կայացրած օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պարագայում ծննդյան ակտային գրանցման մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ, հիմք ընդունելով որդեգրման դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այսինքն երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների վերաբերյալ տեղեկությունները, նույնիսկ ծննդյան ժամանակը կարող է փոխվել։ Ըստ Յայլախանյանի թվային գաղափարի հիմքում դրված էր այն խնդիրը, որ էլեկտրոնային հարթակների համակցման արդյունքում ստանալ տվյալներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան ակտային գրանցում իրականացնելու համար։ Չնայած թվայնացման գործընթացին Պաշտոնյան նշեց, որ նշված բոլոր ակտերի գրանցումները կարող են իրականացվել նաև թղթային տարբերակով քաղաքացիների կողմից ՔԿԱԳ կենտրոններ այցելելով։ Վերջինս նշեց, որ քաղաքացիները ակտիվ օգտվում են թվային տարբերակից, դիմումներ մուտքագրում էլեկտրոնային եղանակով, ինչն ունի մի շարք առավելություններ։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն էլեկտրոնային ստորագրություն եւ ունեն ցանկություն դիմելու ու ծառայությունը էլեկտրոնային ստանալու, կարող են հեշտությամբ իրականացնել արդեն եւ ամուսնության վերաբերյալ տեղեկատվությունը ծնողների եւ երեխայի ծննդի պետական ծննդի վերաբերյալ տեղեկանքը, որը գեներացվում է համապատասխան հիվանդանոցում էլեկտրոնային եղանակով, հնարավոր է ստանալ եւ լրացուցիչ փաստաթղթեր վերցնելու եւ ՔԿԱԳ սպասարկման կենտրոն այցելելու այլևս անհրաժեշտություն չկա։ Քաղաքացու անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար գերատեսչությունն անտանգային մի շարք միջոցառումներ է կիրառել, ասաց Յայլախանյանը, հավելելով, որ գործիքակազմից ճիշտ օգտվելու պարագայում բացառվում են հնարավոր խարդավանքները։ Մենք էլեկտրոնային դիմելու հնարավորություն ստեղծել ենք միայն էլեկտրոնային ստորագրության պարտադիր առկայությամբ, արդեն իսկ ստուգվում է, որ անձը ինքն է ստորագրում, ուղղակի որպես խորհուրդ կտամ որևէ մեկին իրենց էլեկտրոնային ստորագրությունը կամ էլեկտրոնային ID քարտը չտրամադրեն։ Բանախոսը ընդգծեց նաև, որ սույն թվականի ապրիլի 6-ից սկսած ՔԿԱԳ սպասարկման գրասենյակների աշխատակիցները օրենքի ուժով համարվում են քաղաքացիական ծառայողներ։ Նա հիշեցրեց, որ նախկինում ՔԿԱԳ աշխատակիցներին նշանակում էին համայնքները։ Մատենադարանում մեկնարկել է հիշողության կերպարանքները ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը։ Այն համախմբել է ոլորտի մասնագետներին քննարկելու մշակութային ժառանգության պահպանման ժամանակակից մարտահրավերները և լուծումները։ Մատենադարանում մեկնարկեց հիշողության կերպարանքները ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծեց ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանության կարևորությունը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով նման հոբելյանական սեմինարները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու նորարարական լուծումներ, այլև ստեղծում են գործակցության հարթակ տարբեր երկրների մասնագետների միջև։ Մատենադարանը նախաձեռնել է գրավոր ժառանգության պահպանման ոլորտում գլոբալ համագործակցության զարգացման մասին հիշողության կերպարանքները միջազգային սեմինարի հռչակագիր, որը ձեր դատին կներկայացնենք վաղը, հավատալով, որ հռչակագրում արտացոլված մասնագիտական, էթիկական ու քաղաքացիական ուղերձները համահունչ կլինեն ձեր եւ ձեր կառույցների մասնագիտական ու էթիկական դիրքորոշումներին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորեց պետական աջակցությունը մշակութային ժառանգության պահպանման գործում և նշեց, որ ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակի պահանջ է։ Մենք կարիք ունենք մեր սեփական պատմությունները ավելի հանգամանալից եւ ավելի բազմաշերտ ճանաչելու։ Ու դրա ուղիղ հնարավորությունը մեզ ընձեռում է գրավոր ժառանգության ուսումնասիրությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում այդ
գրավոր ժառանգության ուսումնասիրությունն ու հասանելիությունը ապահովել թվային միջավայրերում, ինչը նաև դրանց հանրային հիշողության մաս դարձնելու եւ դրանց հանրային առնչվածության մեծացման նոր հնարավորություն է ընձեռում։ Ժաննա Անդրեասյանը միջոցառմաշրջանակներում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրեց Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանի երկարամյա մասնագետ Թամարա Օհանյանին։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր հերթին ընդգծեց միջազգային գործակցության դերը մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման գործընթացում։ Գիտությունը սկսվում է հենց այնտեղ, որտեղ միֆերն ավարտվում են։ Եվրամիությունն իսկապես հպարտ է աջակցել իր հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելու Հայաստանի ջանքերին։ Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն պահպանում են անցյալի արժեքները, այլև կարևոր հիմք են ստեղծում գիտական հետազոտությունների եւ ապագա սերունդների կրթության համար։ Մենք վստահ ենք, որ միջազգային գործակցությունն այս ոլորտում շարունակաբար կզարգանա եւ նոր հնարավորություններ կբացի մշակույթի պահպանության ուղղությամբ։ Սեմինարը, որը միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին, նպատակ ունի ներկայացնելու ձեռագրերի եւ տպագիր նյութերի պահպանման ու վերականգնման նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Այն հանդիսանում է կարևոր հարթակ փորձի փոխանակման, գիտական քննարկումների եւ նոր գործակցությունների ձևավորման համար։ Ի դեպ, Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակում Մատենադարանում տեղի ունեցավ նաեւ հատուկ նամականիշի թողարկում, ընդգծելով Հայաստանի մշակութային ժառանգության ու բնապահպանական օրակարգի կապը։ Նամականիշը նվիրված էր կենսաբազմազանության պահպանության գաղափարին եւ խորհրդանշում էր Հայաստանի մասնակցությունը գլոբալ բնապահպանական նախաձեռնություններին։ Մատենադարանում տեղի ունեցավ նաև արաբական ձեռագրերի պահպանության եւ ուսումնասիրման նոր բաժնի բացումը։ Մատենադարանը, որպես հին ձեռագրերի պահպանման համաշխարհային կարևոր կենտրոն, այս քայլով եւս մեկ անգամ հաստատեց իր դերը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման գործում։ Գիտեք, գազմի վրա մեդաղը ինչպես կառուցված է մեդաղը։ Հետևաբար նաև որոշում եք ոնց խնամել։ Եվ ոնց խնամենք, եւ ամենեն կարևոր որ գիտնանք մեր հին պատմության մեջ ինչ ցևով մեդաղ խառնուրդներ են սարքել եւ օգտագործել են։ Նաեւ գտնանք օրինակ եթե բագաս տեղեր կա, շատ եղած է որ օրինակ գդրված տեղեր կա, որ նույն մեդաղին խառնուրդով օգտագործենք այդ լեցնենք այդ մասը։ Վերականգնելու համար։ Միջոցառումը շարունակվելու է մինչև մայիսի 1-ը։ Այս ընթացքում կլինեն մասնագիտական քննարկումներ, ներկայացումներ եւ գործնական սեմինարներ, որոնք ուղղված են մշակութային ժառանգության պահպանության արդիական խնդիրների լուծմանը։ Լուսինե Գրիգորյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։ Կապանում արդյունաբերական զարգացումը թևակողում է նոր փուլ։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը եւ Նարեկ գիտահետազոտական կենտրոնը ստորագրել են գործակցության հուշագիր, նպատակ ունենալով ներդնել աշխատանքի անվտանգության միջազգային լավագույն չափանիշները։ Այս նախաձեռնությունը խոստանում է ոչ միայն բարձրացնել արտադրական արդյունավետությունն, այլև ապահովել աշխատակիցների կյանքի եւ առողջության առավելագույն պաշտպանություն համաշխարհային պահանջներին համահունչ։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը եւ Նարեկ գիտահետազոտական կենտրոնը խորացնում են իրենց երկարամյա գործակցությունը, կնքելով նոր հուշագիր, որը միտված է աշխատանքի անվտանգության մշակույթի արմատական բարելավմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կապանի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարությանը, Նարեկ գիտահետազոտական ընկերությանը վստահելու եւ ավելի ամրապնդելու հետագա գործունեությունը։ Գործակցության արդյունքում Կապանի լեռնահարստացման կոմբինատում նախատեսվում է ներդնել աշխատանքի անվտանգության միջազգային առաջատար ստանդարտներ, որոնք լայնորեն կիրառվում են հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում։ Խոսքը վերաբերում է ռիսկերի գնահատման, արտադրական գործընթացների վերահսկման, աշխատողների առողջության պահպանման եւ արտակարգ իրավիճակների կառավարման ժամանակակից մեխանիզմներին։ Մենք հիմա պատրաստում ենք ներդնել ISO 45001 միջազգային ստանդարտը, որը վերաբերվում է աշխատակիցների առողջության, անվտանգության կանոնների, միջազգային ստանդարտների ներդրմանը եւ պահպանմանը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի աշխատակիցները այս արդյունաբերության մեջ իրենց զգան ավելի անվտանգ եւ հասկանան, որ եւ նաեւ իրենք նույնպես համոզված լինեն, որ ղեկավարությունը եւ կազմակերպությունը ամեն ինչ պատրաստ է ներդնել, որպեսզի աշխատակիցների անվտանգությունը լինի ամենաբարձր սանդղակով ապահովված։
Կոմբինատի ներկայացուցիչների խոսքով այս քայլը ոչ միայն պարտադիր պահանջ է ժամանակակից արդյունաբերության համար, այլև ռազմավարական ներդրում ուղղված աշխատակիցների կյանքի եւ առողջության պաշտպանությանը։ Միջազգային ստանդարտների ներդրումը հնարավորություն կտա բարձրացնել արտադրության արդյունավետությունը, նվազեցնել պատահարների ռիսկն ու ապահովել կայուն զարգացում։ Անվտանգության վրա բավականին ծախսեր ենք իրականացնում, անգամ այն ամրակապման աշխատանքները առաստաղից քարաթափումը շզոքացնելու, ռիսկերը նվազեցնելու ու աշխատողների աշխատատեղերի կարգավիճակի բարելավման, դեպի ավտոմատացված ավելի շատ հեշտացնելու աշխատողների աշխատանքը ահռելի մեծ աշխատանք է իրականացում։ Տարիների ընթացքում ՆԱՐԵ գիտահետազոտական կենտրոնը կոմբինատին տրամադրել է մասնագիտական լայնածավալ ծառայություններ, ներառյալ տեխնիկական աուդիտներ, անվտանգության համակարգերի գնահատում, աշխատակիցների վերապատրաստում եւ խորհրդատվություն։ Այս գործակցությունը դարձել է վստահելի հենասյուն արտադրական անվտանգության շարունակական բարելավման ճանապարհին։ Մեր ընկերությունը սկսած 2015 թվականից մասնավոր կազմակերպությունների շարքում առաջինն է, որը հավատարմագրված է եղել կառավարման համակարգերի սերտիֆիկացումով, դրանք են տեխնիկական հսկողություն իրականացնող մարմիններ, ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմիններ, կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմիններ։ Այս համակարգերի ներդրումը տալիս է համապատասխան կազմակերպություններին վարկանիշի եւ հեղինակության բարձրացում։ Կենտրոնը նաև ակտիվորեն գործակցում է տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, ներգրավելով ոլորտի լավագույն փորձը եւ նորարարական լուծումները Հայաստանում։ Սա հնարավորություն է տալիս ապահովելու գիտահետազոտական եւ կիրառական գիտելիքների համադրություն, ուղղված արդյունաբերական անվտանգության բարձր չափանիշների հաստատմանը։ Հատկանշական է, որ ապրիլի 28-ը աշխատանքի անվտանգության եւ առողջության համաշխարհային օրն է, նվիրված աշխատավայրում անվտանգ ու առողջ պայմանների ապահովմանն ու արտադրական ռիսկերի նվազեցմանը։ Եվ հենց ստորագրված այս նոր հուշագիրը ոչ միայն փաստաթուղթ է, այլև հստակ ուղենիշ դեպի ավելի անվտանգ, պատասխանատու եւ զարգացած արդյունաբերություն կապանում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Լոռու մարզում է լայնածավալ շինարարական եւ ենթակառուցվածքային աշխատանքներ են ընթանում։ Մարզպետ Արեն Մկրտչյանի խոսքով 2025 թվականին մարզի 129 բնակավայրերում սուբվենցիոն եւ ուղիղ ֆինանսավորմամբ իրականացվել են 230 միլիոն դոլարի ծրագրեր։ Դրանք ներառում են դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, ջրագծերի գազաֆիկացման եւ լուսավորության համակարգերի բարելավում։ Վանաձորի համար էլ կառավարությունն է ուղարկվում 35 միլիոն դոլար արժողությամբ ծրագրերի փաթեթ։ Մարզում էլ գիտեք ահռելի փոփոխություններ են, ահռելի ծավալի շինաշխատանքներ են բոլոր բնակավայրերում, 129 բնակավայրում տարատեսակ ծրագրեր ունենք, 2025 թվականին 230 միլիոն դոլար արժողությամբ սուբվենցիոն եւ ուղիղ ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվել եւ չունենք բնակավայր, որտեղ ծավալուն շինաշխատանքներ չեն։ Միայն 42 դպրոց է զրոյից կառուցվում, հիմնանորոգվում, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ, ջրագծեր, գազաֆիկացում, լուսավորության համակարգեր։ Վանաձորում գիտեք, երկարսպասված ավագանուն նիստը կայացավ 35 միլիոն դոլար արժողությամբ ծրագրերի փաթեթ են կառավարությունն ուղարկում։ Մարզկենտրոնի պատմության մեջ երբևէ նման բան տեղի չէր ունեցել։ Շարունակում ենք թողարկումը, Հրազդանում բացվել է հայկական Կարմիր խաչի ընկերության Կոտայքի մարզային մասնաճյուղի նոր շենքը։ Բացմանը ներկային Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող մի շարք դեսպաններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուଆ Ժակոբը, Ռուսաստանի Դաշնությունում Հարավային Կորեայի դեսպանը, Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի նախագահը եւ այլ պաշտոնյաներ։ Նոր շենքը փոխարինելու է նախկին փոքր եւ անհարմար տարածքին հնարավորություն տալով ավելի հասանելի եւ արդյունավետ կազմակերպելու հումանիտար ծրագրերը։ Հրազդանում բացվել է հայկական Կարմիր խաչի ընկերության Կոտայքի մարզային մասնաճյուղի նոր շենքը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի խոսքով ընկերությունը Հայաստանի ամբողջ տարածքում ունի մասնաճյուղերի ցանց։ Հրազդանում մասնաճյուղ եղել է նաև նախկինում, սակայն այն տեղակայված էր մարզպետարանի շենքում, փոքր սենյակում եւ երրորդ հարկում, ինչը հատկապես դժվարեցնում էր շարժման սահմանափակումներ ունեցող քաղաքացիների մուտքը։ Այս պահին մենք կառուցել ենք Հրազդանում, Սևանում նոր մարզային մասնաճյուղերի շենքերի մասին է խոսքը գնում, քանի որ մենք առանց էլ ունենք մարզային մասնաճյուղ, ուղղակի սա որպես թարմացում էլ ավելի լավ պայմաններ։ Ասեմ ավելին, մենք ունենք նաև Սյունիքում մարզային մասնաճյուղ,
Կապան քաղաքում, բայց նաև այս տարի պլանավորում ենք ունենանք նաև Գորիս քաղաքում, այսինքն արդեն ձեռք է բերվել համապատասխան հողատարածքը եւ հույս ունենք, որ այս տարավերջ կունենանք նաև Գորիսում մեր մյուս մարզային մասնաճյուղը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահն անդրադարձել է նաև շահառուներին տրամադրվող օգնությանը։ Ըստ նրա, Կարմիր խաչին դիմում են ինչպես Արցախից տեղահանված անձինք, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ, փախստականներ եւ ապաստարան հայցողներ տարբեր երկրներից։ Ներսիսյանը նշել է օգնության հիմնական ուղղությունները։ Մենք փորձում ենք առաջնային տրամադրել առաջնային կարիքները, այսինքն սնունդ, որոշակի օրինակ անկողնային պարագաներ, դեղորայք մենք չենք տրամադրում, ինչպես ես սա նաև օգտագործում եմ առիթ ասելու համար, քանի որ դիմումները շատ են լինում եւ դիմումների մեջ խնդրանքները լինում են դեղորայքի տրամադրման հետ կապված, չնայած վերջին շրջանում իհարկե դրանք ավելի պակասել են, բայց ամեն դեպքում Կարմիր խաչի մանդատի մեջ չի մտնում դեղորայքի տրամադրումը։ Նա ընդգծել է, որ Մասիսում գործում է տաք սննդի ծրագիր տարեցների համար մինչև 100 անձի ընդգրկմամբ եւ կազմակերպության ռազմավարական նպատակներից է նման խոհանոցներ ունենալ Հայաստանի բոլոր շրջաններում։ Ցանկություն ունենք եւ ձգտում ենք դրան, որ Հայաստանում ընդհանրապես սոված մարդ չլինի։ Միջոցառման ընթացքում միջազգային գործընկերները եւս շեշտել են, որ հայկական Կարմիր խաչը կարևոր դեր ունի ինչպես տեղահանված անձանց աջակցության, այնպես էլ աղետներին արագ արձագանքելու գործում։ Նրանք նշել են, որ հայաստանյան գործընկերների հետ գործակցության հիմնական ուղղություններն են կլիմայի փոփոխության հետևանքներին արձագանքումը, բնակչության տեղաշարժի եւ միգրացիայի հարցերը, նաեւ առողջապահական եւ սոցիալական ծրագրերը, հատկապես համաճարակների եւ արտակարգ իրավիճակների պայմաններում։ Նոր շենքի բացումը կազմակերպիչների գնահատմամբ ոչ միայն ենթակառուցվածքային բարելավում է, այլև Կոտայքի մարզում հումանիտար աշխատանքի նոր փուլ, ավելի հասանելի ծառայություններով եւ ավելի հարմար պայմաններով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Միջազգային նորություններ առաջարկում եմ դիտել տեսաշարով։ CNN-ի հաղորդմամբ Թրամփի ընդունելության ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը կարող է դատապարտվել ՑՄՀ ազատազրկման, միաժամանակ Կոլումբիայի շրջանի դատախազ Ջանին Պիրոն հայտարարել է, որ պետք չի սխալվել, քանի որ այդ գործողությունը մահափորձ էր ԱՄՆ նախագահի նկատմամբ, ինչը եւս հստակեցրել է մեղադրյալը, իսկ ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, արդարադատության նախարարությունը ԱՄՆ շրջանային դատարան է ներկայացրել 3 դաշնային մեղադրանք Քոուլ Թոմասի դեմ։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով սա Թրամփի դեմ ուղղված երրորդ խոշոր մահափորձն է 2 տարվա ընթացքում։ Պատմության մեջ ոչ մի այլ նախագահ այդքան շատ լուրջ մահափորձերի չի ենթարկվել, ասել է Լևիթը։ Ես հույս ունեմ, որ այս հակամարտությունից հետո աշխարհի աչքերը կբացվեն Իրանից եկող սպառնալիքի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ Թեհրանը ձգտում է միջուկային զենքով աշխարհի հետ անել այն, ինչ այժմ փորձում է անել Հորմուզի նեղուցում նավթի հետ։ Նրանք ցանկանում են աշխարհը պատանդ պահել, որպեսզի կարողանան անել այն, ինչ ուզում են։ Դա անընդունելի է, ընդգծել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ եթե Իրանի հետ համաձայնություն չլինի, ապա հետագա քայլերի վերաբերյալ որոշումը կկայացնի Դոնալդ Թրամփը եւ ընդգծել ԱՄՆ ռազմական գործողությունը լրջորեն թույլատրել է Իրանին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է եղել եւ տևել է ավելի քան 1.5 ժամ։ Նրա խոսքով մանրամասն քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային հարցերը եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունները։ Արաղչին նշել է, որ կողմերը ներկայացրել են համագործակցության նոր գաղափարներ եւ ընդգծել ռազմավարական գործընկերության շարունակման պատրաստակամությունը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նվաստացվել է Իրանի կողմից, նշելով, որ երկիրը ենթարկվում է ճնշման իրանական ղեկավարության, հատկապես ԻՀՊԿ-ի կողմից։ Նա նաև նշել է, որ իրանցիները ավելի ուժեղ են, քան սպասվում էր եւ վարում են բանակցությունները բավական հմտորեն։ Մերցը պատերազմը Իրանի հետ գնահատել է որպես լիովին ավելորդ եւ ընդգծել, որ ԱՄՆ ռազմական գործողություն է սկսել ակնհայտորեն առանց որևէ ռազմավարության։ Հարավային Սուդանում կեսնաուղևորատար ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում օդաչուն։ Նախնական տեղեկությունների համաձայն վթարի պատճառը վատ եղանակի պատճառով վատ տեսանելիությունն է եղել։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը եւ թագուհի Կամիլան ժամանել են Միացյալ Նահանգներ Դոնալդ Թրամփի իրավերով պաշտոնական պետական այցի շրջանակներում։ Այցի շրջանակներում Թրամփը հանդիպել է ԱՄՆ ժամանած Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին եւ թագուհի Կամիլային։ Արտակարգ եւ ողբերգական դեպք է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ Տեղի երկու գնացների բախման հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կան նաեւ վիրավորներ, բախման պատճառի մասին իրավապահ մարմինները դեռ ոչինչ չեն հայտնում։
Ուժեղ քամու հետևանքով Օրենբուրգում շրջվել է բեռնատարը։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Սամարայի մարզի վարչությունից հայտնել են, որ տուժածներ չկան։ Չինաստանի Ցինչժոու քաղաքում հեղեղումներ են, գիշերը որոշ շրջաններում տեղացել են ավելի քան 360 մմ անձրևներ։ Այսքանը ցտեսություն։